ու ժամուկեսից լրանում է 120 ժամը, որ սոված եմ, ծոմի մեջ եմ, 5 ամբողջ օր։ Ու այսօր որոշեցի միացած մի քիչ ուրիշ ձևով ձեր հետ զրուցելով ձեզ ցույց տամ, թե այսպես ամբողջական ինչ եմ անում ես ծոմից դուրս գալուց։ Նախ այդ ծոմից դուրս գալը սիրում եմ, եթե հնարավորություն եմ ունենում, ժամանակ եմ ունենում, դες մի հատ գեղեցիկ մի բան անեմ, ինքս իմ ձեռքով, հա, իմ հավեսով, այն իմ սրտի ուզածը սարքեմ։ Իհարկե հաշվի առնելով, որ 5 օր չեմ կերել ու հաշվի առնելով, թե ինչ է ինձ կարելի ուտել ու ինչ չի կարելի ուտել։ Միանգամից առաջ անցնեմ ու ձեզ ասեմ, որ մի հատ ստանդարտ ֆորմուլա չկա, որ կաշխատի բոլորի համար։ Այսինքն, քանի որ ես մսակեր եմ, ես կարամ ծոմից դուրս գամ մի փոքր ուրիշ, քան թե ասենք այն մարդիկ, ովքեր որ բուսակեր են։ Անկամ մսակերների մեջ, ինչքան մարդ, այնքան մարմին, ամեն մեկս պետքա փորձերի ձևով, հա, հետևենք մեր մարմնի սիգնալներին, տեսնենք ինչն է մեր համար աշխատում եւ ինչը չէ։ Ես ինքս միշտ դուրս եմ գալի բուլյոնով, սուպերով, այսինքն սկզբից անպայման մենակ այդ սուպի ջուրը, բուլյոնը, նրանից հետո թողում եմ մի որոշակի ժամանակ այս ցոր աղիքներս վերականգնվեն, հետո արդեն մի կես ժամ, մի ժամ հետո հնարավոր է արդեն այդ սուպի մեջի բանջարեղեններն էլ ուտեմ։ Ընթացքում կտեսնեք արդեն, ես ամեն ինչը ցույց կտամ։ Ուրեմն ինչ տվեց ինձ այս 5 օրը։ Բացի այն, որ կորցրեցի 5 կիլոգրամից ավել քաշ, բացի այն, որ մարմինս մաքրվեց ու առողջացավ ու հաստատ առողջացավ, որովհետև ֆիզիկապես զգում եմ այդ ամեն ինչը արդեն հիմա։ Այդ ամեն ինչից զատ տվեց ինձ մտքի մաքրություն։ Այն foggy brain անգլերեն, որ ասում են հայերենով, այդ մշուշոտ միտքը, որ ունենում ենք, բավականին մաքրվել է։ Եթե իհարկե մի փոքր երկար պահեի, էլ ավելի կմաքրվեր, քանի որ ունեմ 21 օրվա փորձ, սա իհարկե 21 օրվա հետ չես կարող համեմատես, բայց այն նոր տարին շատ ճիշտ ձևով սկսելու հիանալի ձև էր։ Այս անգամ չէի ուզում երկարատև շատ պահեի, ունեի իմ պատճառները, տարվա մեջ հնարավոր է եւս մեկ անգամ անեմ ավելի երկար, մեկ անգամ չէ, մի քանի անգամ եմ դեռ անելու ծոմ, բայց մի հատ երկարատևը երևի թե կփորձեմ անել, իսկ այս հատվածում, այս 5 օրը իդեալական էր, ստացա այն ամենը, ինչը որ ինձ պետք էր։ Այդ ստեղծագործական միտքս շատ ուժեղ ձևով վերականգնվեց, այդ չգիտեմ, ստրեսից մակարդակը զրոյականի է երևի հասել, այս կյանքի նկատմամբ սիրով ու կրքով, հա, լցված եմ ամբողջովին, որ պատրաստ եմ արդեն նոր տարին ոնց պետքա սկսելու։ Էլի վերադառնալով այս ծոմից դուրս գալու թեմային, ուզում եմ մի փոքր ավելի մանրամասը խոսանք այս բաղով ու հասկանանք, որ որտեվ իհարկե շատ կարևոր է իմանալ, թե ոնց ճիշտ դուրս գալ, բայց միևնույն ժամանակ ժողովուրդ ջան, ուզում եմ հասկանանք միասին, որ մի հատ ստանդարտ կոնկրետ ֆորմուլա չկա։ Ինչի՞ եմ այս ամեն ինչը սենց ուզում բացատրեմ, որովհետև շատ են ինձ գրում, որ ասենք դուք գիտեք, այս բժիշկ էս ինչի տարբերակը, դուք գիտեք բժիշկ էս ինչի տարբերակը, ու հետո բանից պարզվում է, որ ասենք ինչ-որ տարբեր մարդիկ տարբեր ձևի խորհուրդներ են տալի ծոմից դուրս գալու, ու ես վստահ եմ, եթե հատկապես բժիշկներ են, հաստատ ճիշտ խորհուրդներ են տալիս։ Բայց դա չի նշանակում, որ ասենք իմ ընտրած ճանապարհը, որը որ ես տարիներով շարունակ օգտագործել եմ ու աշխատում է իմ համար, դա սխալ է, դա ճիշտ է իմ համար, ու շատ հնարավոր է էլի որոշ մարդկանց համար ճիշտ լինի, իսկ որոշ մարդկանց համար ճիշտ չլինի։ Կարճ ասած, խորհուրդս ձեզ, մի նայեք, թե ես ինչ եմ ասում, մի նայեք, թե մեկ ուրիշը ինչ է ասում, հա, նայեք ձեր մարմնին։ Դուք բոլորս գիտակից հասուն էություններ ենք ու պետքա գոնե արդեն որոշակի կապ ունենանք, էլի հաստատած մեր մարմնների հետ, ու ոչ մեկ մեր մարմինից ավելի լավ այդ սիգնալները չի կարող ուղարկել։ Նույն միս ուտել չուտելու թեմայով, ինչ շատ են ասում ու զարմանում, որ եթե այս ամեն ինչից դու խոսում ես, այս ամեն ինչը անում ես, ու ոնց ա եղել, որ մինչև հիմա դեռ միս ես ուտում։ Եղել է այտենց, սիրում եմ միս, մարմինս ուզում եմ միս, իհարկե գնալով քչացնում եմ, կարելի ասել կյանքի ես փուլում խոզի միսը շատ մինիմալի է հասել, զուտ ինչի համար, ոչ թե նրա համար, որ ձգտում եմ վեգետարիան դառնամ, այլ ուղղակի լսում եմ իմ մարմնի ձայներին։ Այս կյանքի ես հատվածում միսը աշխատում է իմ համար, ես շարունակում եմ ուտել,
էլի աչալուրջ լինելով իմ մարմնի սիգնալներին։ Այս կյանքի այս հատվածում իմ մարմինը օրինակի համար սկսել է արդեն վատ տանել քաղցրը, շաքար պարունակող ուտելիքները։ Ու այդ սիգնալները տեսել եմ, հասկացել եմ ու հիմա գիտակից որոշում եմ կայացրել, որ այս ծոմից հետո ամեն ինչ անելու եմ, որպեսզի այդ շաքարի օգտագործումը գնալով նվազացնեմ ու հուսով եմ ինչ-որ մի հատված կգա, որ կտրականապես կկարողանամ հրաժարվել շաքարից։ Մյուս բանը, որ էլի մարմինը սկսել է վատ տանել, դա խմոր պարունակող ուտելիքներն են, հատկապես գլյուտենով պատրաստված ուտելիքները։ Դա էլի քաղցրի հետ մեկտեղ, ոնց որ փորձելու եմ գնալով քիչ ուտել կամ իսպառ հանել իմ դիետայի միջից։ Նայեք, հիմա օրինակ պատրաստում եմ բանջարեղենային սուպ, բայց անգամ այդ բանջարեղենային սուպը ես պատրաստում եմ այս հավով բուլյոնով, որովհետև քանի որ ես ինքս մսակեր եմ ու ես իմ մարսողական համակարգի վերականգնողական process-ը ես գտնում եմ, որ ինձ պետքա նաև ինչ-որ մսեղենով լինի, բանջարեղենի հետ մեկտեղ։ Անգամ հենց սուպերով ծոմից դուրս գալը, էլի գիտեմ, որ կան բժիշկներ, հենց հատկապես մեր շատ հարգարժան ու շատ սիրելի Հայկա Սարգսյանը, իրոք շատ հզորագույն անձնավորություն ու հզորագույն բժիշկ, կտրականապես դեմ է սուպերի օգտագործմանը, այն էլ ծոմից դուրս գալու ժամանակ։ Ինքս էլի նա իրան հարգելով ու այդ ամեն ինչը լսելով ու իմանալով հետևում եմ հլվոր իմ մարմնի սիգնալներին։ Իմ մարմինը շատ լավ է տանում ու այս ծոմի վերջի հատվածում, քանի որ արդեն մեր մարմինը մաքրված է լինում այդ էնզայմներից, արդեն սիգնալները շատ ավելի ճիշտ է գալի, շատ ավելի մաքուր է գալի։ Ու հիմա ինչ մարմինս ուզում է, ես հասկանում եմ, որ դա հենց դա է իրան պետք։ Օրինակ ոչ մի ձևով հիմա, չգիտեմ, պաղպաղակ չի ուզում իմ մարմինը, ոչ մի ձևով էլի շաքար պարունակող ոչինչ չի ուզում, հաց չի ուզում։ Մարմինս ուզում է բանջարեղեն, մարմինս ուզում է ձու, մարմինս ուզում է ավոկադո, սալմոն, չհրաժարվի ձկից հիմա, իհարկե դա կանեմ երևի վաղը կամ մյուս օրն արդեն։ Մի խոսքով, ես հետևում եմ իմ մարմնին, անում եմ արդեն 6-7 տարի, ամեն ինչ նորմալ աշխատում է, ձեր հետ էլ ժողովուրդ ջան, կիսվում եմ այն ամենով, ինչը որ ես անում եմ։ Դուք նայեք, տեսեք, նայեք ուրիշների խորհուրդներն էլ ու ինքներդ կատարեք ձեր որոշումը, էլի դուք հասկացեք ձեզ ինչա պետք հենց դա էլ արեք։ Այս տարվա ծոմս փորձում եմ մի փոքր ավելի ոնց որ յուրահատուկ սարքեմ սովորականից, որտեղ ամեն տարի այս ծոմեր պայելուց հետո ես միանգամից ոնց որ երբ ինչ ասել եմ, որոշել եմ, արել եմ, էլի ինձ չի եղել, որ որոշեմ, չգիտեմ, 10 օր անեմ, 7 օր հետո էլ չկարողանամ կամ 21 օր անեմ, դու չկարողանամ։ Ինչ որոշել եմ, միշտ արել եմ։ Բայց այդ ծոմերը վերջացնելուց հետո ոնց որ միանգամից այնքան բավարարված եմ զգում, այնքան հանգստություն է գալի վրաս, որ sense թուլանում եմ ու շատ կարճ ժամանակում էլի հետ եմ վերադառնում իմ ոչ այդքան դրական սովորություններին, հա, սննդակարգի հետ կապված։ Ու թե քաշս է հետ գալի, թե արդեն ինքնազգացողությունը սա ընթացքում վատանում։ Այս անգամ ուզում եմ յուրահատուկ անեմ այս ամենը, քանի որ նոր տարի է ու այս տարվա հետ կապված շատ մեծ հույսեր ու սպասումներ ունեմ։ Ուզում եմ այս հետ ծոմյա ընթացքն էլ անեմ ուրիշ ձև համեմատած մնացած անգամներին։ Օրինակ, այս 5 օրվա ընթացքում կորցրեցի 5 կիլոգրամից մի քիչ ավել քաշ, ես հասկանում եմ, որ դրա մեծ մասը մոտ 10 օրվա ընթացքում ես հետ եմ հավաքելու, եթե ինչ-որ կոնկրետ քայլեր չանեմ։ Հիմա ուզում ձեր հետ կիսվեմ իմ պլանավորած կոնկրետ քայլերի մասին, եթե էլի ինչ-որ մեկի համար մի բան կասի, կուզենաք օգտագործեք։ Ուրեմն հենց այսօրվանից վաղվանից սկսած այս իմ այս գիտակից միտքը, ուշադրությունը շարունակում եմ պայել ուտելիքների նկատմամբ։ Քանի որ 5 օր արդեն սոված եմ մնացել, այս կամքիս ուժը այնպես բարձր մակարդակի վրա է, որ հիմա ինչ որոշեմ կարողանամ անեմ։ Բայց մնում է մի քանի օր ինձ թույլ թողեմ ու ասենց ինձ թույլ տամ ուտելիքները ընդունեմ, չգիտեմ, տրզեմ, հա։ Դրանից հետո արդեն այդ կամքի ուժը ու այս ձեռք բերած ամբողջ հաջողությունները ոնց որ կզրոյանա։ Դրա համար հենց մի բանից
Դա ավելի լավ բացատրեմ ասածը, սովորաբար երբ որ ինչ-որ մի հատ բարձր հաջողության ենք հասնում, ոնց որ օրինակ համար 5 օր սոված մնալը, դրանից հետո ասում ենք լավ մի քանի օր մեզ հանգիստ թողնենք, հետո ոնց որ մտնենք մյուս փուլ։ Այդ մի քանի օր հանգիստ թողելը միանգամից նպաստում է, որ մենք մոռանանք այդ հաջորդ փուլի մասին, հանձնվենք կամ այդ հաջորդ փուլը շարունակենք հետաձգել ու տենց անցնում է մեր կյանքը։ Այս անգամ այդ մի քանի օրը չեմ ուզում թույլ տամ ինձ։ Հենց այսօրվանից, հենց վաղվանից էլի ես պահում եմ իմ ուշադրությունը սննդակարգի հետ կապված արդեն ասացի երկու երևույթներ, որոնք որ նախ ավոր շատ նպաստում են քաշի հավաքման, հացեղեն, այդ հացեղենի մեջ իհարկե մտնում է նաև պաստաներ, հա, քաղցրեղեն, դրանք իսպառ հանում եմ իմ դիետայից, այսինքն սնվում եմ ինչով, սնվում եմ բանջարեղեններով, սնվում եմ մսերով, պոպոկ պնդուկեղեն, դրանք ինձ շատ է դուր գալի ու զգում եմ, որ մարմինս այդ ամեն դրանց կարիք ունի, դրանք շարունակեմ օգտագործել ու օրվա մեջ ընդհանրապես պատուհաններ եմ տալի, որտեղ որ կարամ սնվեմ։ Այսինքն այդ intermediate fasting ասածը, ինտերվալային ծոմ, եթե չեմ սխալվում, հա, հայերենով, դա եմ ուզում անեմ։ Ընտրում եմ օրվա մեջ 6 ժամ, ցերեկը ժամը 2-ից մինչև երեկոյան 8-ը։ Ու ընդհանրապես այդ 6 ժամվա մեջ եմ սնվում։ Այսինքն ամեն օր 18 ժամ շարունակելու եմ լինել ծոմի մեջ։ Միևնույն ժամանակ շաբաթը 1 օր, ըստ երևույթին 2 շաբթի օրը, իհարկե մեկ-մեկ կարող է լինի, որ խանգարվի 2 շաբթին դառնա օրինակ 3 շաբթի, ուզում եմ ամբողջովին ծոմ պահեմ, այսինքն 36 + ժամ։ Այսինքն վերջի սնունդս կուտեմ օրինակ համար կիրակի ժամը 8-ին, 2 շաբթի ամբողջ 2 շաբթին բաց կթողնեմ ու արդեն 3 շաբթի, եթե 2-ին էլի սնվեմ, խոսքով ահագին ժամ է գալի, մոտ 40 ժամ պլյուսով ծոմի մեջ եմ լինում ամեն շաբաթ։ Այդ ամեն ինչի հետ մեկտեղ կշարունակեմ իմ ֆիզարյատկան ու կպահպանեմ այս կորցրած 5 կիլոգրամը եւ նպատակ եմ դրել, որ կորցնեմ եւս 8 կիլոգրամ։ Իհարկե, այս ասածս զուտ քաշ կորցնելու մասին չի, չնայած որ չի խանգարի 8 կիլոգրամ եւս նի արել, այս ամեն ինչը նրա համար է, որպեսզի ես սոված մնալու ժամանակ այս ձեռք բերածը ինչ է կատարում, որ մենք սով ենք պահում, այդ որսորդի բնազդներն է, չէ՞ միանում, տեսողությունը ուժեղանում է, լսողությունը, հոտառությունը, այդ լցվում ես այդ կյանքը ապրելու ցանկությամբ, հա, որ ասենք sense չես ուզում նստես տեղդ, ուզում ես հելնես, գնաս, այդ որսը գտնես։ Իհարկե մեր ժամանակներում այդ որսի հետևից չեն գնում, բայց առօրյայում ինչքան դրական արդյունքներ ենք ստանում այս սոված ժամանակ։ Հիմա նայեք, այս սովի ընթացքում ինչ էր կատարվում, մեր ցանկությունները, բաները ամեն ինչը կար, բայց հենց ինչ-որ քայլեր էի կանում, այդպես մի քանի ժամ հետո ինչ-որ թուլություն էր գալի ձեր մոտ, որովհետև այդ պաշարները այրել էներգիա տալը ինքը մի քիչ դանդաղ process էր։ Հիմա պատկերացրեք, եթե մենք կարողանանք այս ամեն ինչը որ ձեռք ենք բերել, պահենք, հետնել սնվելով։ Սնվենք թեթև, հա, սնվենք մաքուր, սնվենք այնց ոնց որ մարմինն ուզում է, պահենք այդ կիրքը կյանքի նկատմամբ, հա, այդ ցանկությունները, այդ մեր մեջ այդ ուժն ու այդ հզորությունը, էլի, որ այդ սոված մնալը տալիս է մեզ։ Ու շարժվենք առաջ։ Կրեատիվ միտքը շատ իմ համար կարևոր մի բան, հա, այդ մտքի պարզությունը, այսինքն սնվենք, բայց այդ ամեն ինչը պահենք, ինչը որ էս սոված մնալն էր տալի, ինչպես նաև եթե կարողանում ենք 18 ժամ ամեն օր ծոմ պահենք, այսինքն այդ թվարկած մեր այդ ծոմի ընթացքում ձեռք բերած օգուտները, այդ ամեն ինչը էլի կարողանում ենք ամեն օրվա ռեժիմով ստանալ, օքեյ, կարող է մի փոքր ավելի փոքր դոզաներով, չգիտեմ այդ երիտասարդության հորմոնները կլինի, թե օտոֆագիա ու այդպես շարունակ, բայց ցանկացած դեպքում, թող մի քիչ ավելի փոքր տոկոսային լինի դրա տված օգուտը, բայց շարունակական, հա, այսինքն ամեն օրվա ռեժիմով, պլյուս եթե ես շաբաթը մեկ համել 2 շաբթի եմ սոված մնում, այսինքն ամեն շաբաթ մի հատ էլ 40 րոպե եմ անում, 40 ժամ եմ անում, ինչքան ավելի մեծ օգուտ է դառնալու ընդհանուր ամիսների ընթացքում։ Սա անելու եմ իմ համար, անելու եմ իմ ընտանիքի համար, անելու եմ ձեր համար, որպեսզի էլի ես սրա ստացած ու տեսած արդյունքներն էլ ձեր հետ կիսվեմ։ Առաջի անգամը որ սենց ինչ-որ մի բան եմ անում, սենց ժամանակավոր եղել է, ասենք այդ ինտերվալային ծոմ, ժամանակավոր եղել է, ասենք ուտելիքից ինչ-որ մի բան հանել, մի բան ավելացնել, այդ սենց նպատակային այս ամեն ինչը սենց միացրած միասին առաջի անգամը։
ու ոնց որ ասացի, քանի որ ուզում եմ այս տարին յուրահատուկ տարի լինի, ուրեմն ես էլ պետք է յուրահատուկ ձևով ապրեմ։ Այսինքն ես իմ քայլերն անեմ, որ հետո էլ արդեն կյանքը տային ինչ որ արժանի եմ։ Հիմա պատկերացնում եք, չէ, 5 օր հաշ ուտելուց հետո ինչ ուզում ա լինի ուտես, ինչքան համեղ ա լինելու։ Հիմա պատկերացրեք, որ այդ քո ձեռքով ես պատրաստում։ Ես ունեմ այդ խոհարարական ոնց որ սեր ունեմ, երկար տարիներ ռեստորան եմ ունեցել ու այտենց խոհանոցում ունեմ աղագին աշխատանքային փորձ, բայց դե բարոյեմ առանձնապես չեմ անում, այդ պարտականությունը կինս է իր վրա վերցրել, այդ ժամանակ առ ժամանակ, երբ որ իրոք ուզում եմ վայել եմ ուտելիք, այդ դեպքում իմ ձեռքով եմ անում։ Հիմա 5 օր ոչինչ չես կերել ու 5 օր հետո, ասենք ասենք դանդաղ, հա, ավեսով սարքում ես քո ձեռքով ուտելիք։ Վերջանալուց կփորձենք միասին ու կտեսնենք ինչքան համեղ է։ Դե ինչ, լրացավ իմ 120 ժամը։ Ուրեմն այստեղ դասավորել եմ այն ուտելիքները, որոնք որ մարմնից թելադրանքով փորձելու եմ այսօր օգտվել։ Սկզբից ուրեմն սկսելու եմ այսին պատրաստած սուպի մենակ ջրից, բուլյոնից, խմեմ կում, երևի տենց մոտ մի 5 րոպե 5-10 րոպեվա ընթացքում կփորձեմ սա վերջացնեմ։ Այս հատվածը շատ կարևոր է, որ չտրվեք ձեր այդ ցանկություններին ու սկսեք արագ ձևով օգտագործել այդ ամեն ինչը։ Իմիջիայլոց այս սուպը արդեն մոտ կես ժամից ավել է պատրաստա, թողեցի մի քիչ գորանա, տաք վիճակում, այն էլ չգիտեմ, ծոմից հետո խորհուրդ չեմ տա, բայց գոլ վիճակում ես որ գոնե օգտագործում եմ։ Դրանից հետո կօգտվեմ իմ սուպից, հետո արդեն կթողեմ մի որոշ ժամանակ կանցնի ու ցանկություն ունեմ ուտեմ 2 ձու կամ խաշած կամ ձվածեղ, ըստ երևույթին խաշած այսօր կուտեմ։ Երևի մի կես ավոկադո, սպարժա, հայ, թե չեմ սխալվում հայերենով, ուրեմն նուշ մակադեմյան պոպոկ, էլի այս ամեն ինչը նրանք են, որ այս 5 օրվա ընթացքում միշտ սիրտս ուզել է ու տենց ընթացքում որոշել եմ, թե ես ոնց եմ ուտելու։ Այս կեֆիրն էլ դժվար այսօր, երևի արդեն վաղը առավոտյան, արդեն այս աղիքային բայո համակարգը վերականգնելու համար էլի շատ ընտիր միջոց է, հատկապես եթե այս այծի կաթովը կարողանաք ճարեք, ու գոնե լավ, իմ մարմինը այծի կաթովն ավելի լավ ընդունում։ Դե ինչ, 120 ժամ չսնվելուց հետո առաջին սնունդս։ Այն որ մեջը ինչ գնացել է, այդ ամեն բանջարեղենի համը կարում եմ զգամ։ Համեմից սկսած քյարավուզով, բիբարներով, գազարով։ Այն որ այս զգացմունքի համար հաշտատ արժի էլի մեզ տանջել սոված մնալ, որպեսզի նորովի գնահատենք էլի ժողովուրդ ջան ինչ ունենք։